Քաղաքական գործիչները Գյումրիում տեղի ունեցողի մասին։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը շարունակում է գործել ոչ թե իրավական պետության տրամաբանությամբ, այլ վախի ու տերորի միջոցով սեփական վերարտադրությունն ապահովելու ծրագրով։ Իշխանությունը փորձում է վերակազմավորել իր գոյությունը ճնշումների, ցուցադրական ձերբակալությունների ու քաղաքական հակառակորդների դեմ դատավարական շոուների միջոցով։ Սրանով չեն բավարարվելու, անցնելու են նաև այն քաղաքներին, որտեղ ընդդիմադիր քաղաքապետեր կան։ Ղուկասյանի նկատմամբ կատարվողը հնարավոր չէ չդիտարկել շատ հստակ տրամաբանության մեջ 2026 թվականի խորհրդարանական ընտրության շեմին մեկուսացնել բոլոր ընդդիմադիր համայնքապետերին, ազդեցիկ գործիչներին, որոնք կարող են իրական դիմադրություն ցույց տալ իշխող ուժին։ Շուրջ մեկ ամիս առաջ ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հանձնարարական իջեցվեց, հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ, այսօր հանձնարարականն իրագործվեց։ Մի քանի շաբաթ առաջ ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով ընտրված համայնքի ղեկավարի դեմ։ Եթե որևէ մեկը գիտի եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների եւ քրեա իրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել։